Վերադարձան գովազդից եւ մեր տաղավարում արդեն մարդաշատ է։ Այո, որովհետև այս առավոտ մեզ է միացել Bank Project-ը, խոսելու ենք բենդի ստեղծումից, երաժշտական նրանց նախասիրություններից, բենդում 10 երաժիշտներ են, ծանոթանանք խմբի անդամների հետ, որոնց այսօր հյուրընկալել ենք, պրոդյուսեր Կարեն Ղազարյան, DJ Bank Գևորգ Պետրոսյանը, DJ Մութ Տիգրան Հովակիմյանը, սաքսոֆոնա Հարուհի, Անի Ռուբենյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Կեք հասկանք ինչի Bank Project, ոչ թե օրինակ Mood Project։ Bang, you shut me down։ Okay, բայց Bank, DJ Bank-ը կա, չէ՞, հա, okay, մի հատ պատմեք մեզ։ Ինչի Bank Project։ Ո՞վ է։ Հարցի պատասխանումը, հա, միկրոֆոնը մոտիկ մենեք, ահա։ Քանի որ երկար տարիներ կա այդ Bank Project անունը, մոտ մի 10-11 տարի DJ-ություն եմ անում, որոշեցինք դրա համար ստեղծել Bank Project, ասենց ասեմ, 10 տարի կար անունը։ 10 տարի, հա։ Հա։ Բայց ինչի էր Bank, ինչի Bank։ Դե որոշեցինք DJ Bank-ի հետ կապ ունի, ուզեմ հասկանամ, թե չէ։ Հա, ունի։ Հա, ունի։ Հա, հասկանամ։ Չի ուզում ասել։ Okay։ 10 տարի արդեն գոյություն ունի կոլեկտիվը, ինչով է տարբերվում մնացած բոլոր պրոջեկտներից, որոնք որ այս վերջերս շատացել են։ Ուր նայում ենք պրոջեկտը։ Այս ներկայիս դրությամբ երաժշտական պրոջեկտները բավականին շատացել են, բայց ինչն է գովելի, որ պրոջեկտները ամեն մեկը իր ֆորմատով առանձնանում է։ Գևը նշեց, որ պրոջեկտը ինքը ուզում էր ասել, որ իր որպես DJ գործունեությունը արդեն 10 տարի եւ ավել է, ու հենց միտքը իրանը եղավ, մի օր մեզ հետ հանդիպեց, որ այսպիսի միտք ունեմ, ուզում եմ պրոջեկտ հիմնել, ուզում եմ այս տեսակ համադրություն լինի, այսինքն երաժշտական գործիքներ եւ DJ-ներ, համագործակցելով DJ Moody եւ DJ Shark-ի հետ, որ այսօր բացակայում է հարգելի պատճառով, հանդիպեցին մեզ հետ, միտքը քննարկեցինք, մենք էլ միանգամից շատ հեշտ համաձայնվեցինք։ Հետաքրքիր է, թե ինչ ստեղծագործություններ են ներառված ծրագրում, ինչ սկզբունքով են ընտրվում ստեղծագործությունները, ոնց է քննարկում, ընտրում, ոնց այս ամեն ինչը լինում։ Ծրագրային ունենք հիփ-հոփ ոճի եւ ժող գործիքների համադրությամբ մեր ստեղծած երաժշտությունները, մեր ստեղծած միքսերը, այսպես ասած, համադրելով ժող գործիքների հետ, գաղափարները հենց գալիս է իմպրովիզացիայից ավելի շատ, մտահղացումներից քննարկելով, թե որ երաժշտության հետ ավելի ճիշտ կլինի ժողգործիքները համադրել։ Մեր ժողգործիքների համադրության մասով միանշանակ դիմում ենք մեր սաքսոֆոնարին, քանի որ երաժշտական շատ բարձր կրթություն ունի։ Բելգիական ժողովրդական գործիք է սաքսոֆոնը, ասեմ բան։ Հա, ես ուղղակի սրընգահար եմ դրա։ Բայց եք ասում սաքսոֆոնից, Փողային գործիքներ ընդհանուր։ Փողային գործիքների վարպետ։ Գործիքների մասով ես եմ։ Ահա, բարձր։ Так։ Ինձ հետաքրքիր է 3 DJ եւ ինչ գործիքներ եք օգտագործում։ Այ լսեցինք որ սաքսոֆոն կա, սրինգ կա, էլ ինչ։ Ունենք կանոն, ուդ, կլարնետ, հարվածային գործիքներ, դարբուկա, տմբլակ, երգիչներ, երգչուհիներ։ Երգիչներ էլ ունենք, այո։ Ինձ թվաց դուք պարզապես վերցնում եք հիփ-հոփ ինչ որ հիթեր։ Եվ միքսեր են անում։ Սկզբնական այդպես է եղել։ Պրոջեկտը հիմնվել է գործիքային կատարողականության վրա, այնուհետև մեզ միացել են վոկալիստները։ Միքսերը արվում են հենց տեղում փորձի ընթացքում, այսպես հավաքվում ենք ու շատ սպոնտան, այ կարելի է այս գործը փորձում ենք ու միտքը հենց այդ պահին է գալիս ստեղծագործական process-ի ընթացքում։ Երգիչների դեպքում էլ աշխատում ենք այնպիսի ստեղծագործություններ ընտրել, որ իրենք ավելի ազատ կլինեն կատարելու, համ իրենց է հոգեարազատ, համ ընդհանուր պրոջեկտի ֆորմատին։ Հետաքրքիր է ստեղծման օրից, հա, ինչ գործունեություն եք ծավալում, այսինքն որտեղ կարող են ձեզ լսել, բացի օրինակ on-line հարթակները, որտեղ կարող են գալ օրինակ կենթանի տարբերակով լսել, տեսահոլովակներ եք անում, մի քիչ արդեն ստեղծագործական կյանքից խոսենք, թե ինչ եք անում։ Մենք ունենք մի քանի սպասվելիք տեսահոլովակներ, նաև ունենք արդեն իսկ տեսահոլովակներ YouTube-յան ալիքում, նաև մենք մասնակցում ենք տարբեր փառատոների, ինչպիսիք են գինու փառատոնը եւ այլն։ Չեմ կարծում էլ ինչ որ բաներ կուզենա թվարկել, որտեղ չեմ ուզենա շատ շակերտները բացել, մենք ունենք շատ սպասվելիք գործեր։ Մեր հանդիսատեսին ուղղակի կասեմ, որ սիրով եւ զինված սպասեն, քանի որ շատ հետաքրքիր տեսահոլովակներ են գալիս եւ սպասվելիք գործեր ունենք։
Իսկ եթե Զարան որոշել է ամուսնանալ, Օպրա Ուինֆրին հաղորդավարն է լինելու, Մորինյոն լինելու է հավորը, չէ, Համադան Օպրա Իսկ մենք երաժշտական խումբ ենք։ Ուզում հասկանում, հարսանիք ծնունդ գնում, հնարավոր է, թե ասում եք մենք այդպեսի, թե աշխատում եք։ Աշխատում ենք։ Աշխատում։ Համագործակցում ենք հրավերների դեպքում տարբեր իվենթների եւ կորպորատիվների եւ հարսանիքների եւ նշանադրությունների։ Այնպես որ Զարա ջան, գտնել կապնել։ Ամուսնանալը ձեզանից, մնացածը մեզանից։ Ես կհիշեմ այս թվարկում։ Զարա, գրանցի խնդրում, երաժիշտները կան։ Նախապես գրանցելու դեպքում զեղչեր ունենք։ Իսկ ինչպես սոցցանցերում Instagram-յան հարթակում կարող եք հենց Bank Project Instagram-յան հարթակում նաև շեշտեմ, որ մենք համագործակցել ենք միասին հարսանիքների շրջանակում, այո։ Տեսեք, ես ունեմ հավի հիշողություն փաստորեն։ Ես չեմ ուզում Օպրա Ուինֆրին լինի, ես ուզում եմ դուք լինեք։ Իրականում մենք էլ ունենք հավի հիշողություն, ուղղակի տաղանդավոր մարդկանց չենք մոռանում։ Okay, Օպրա Ուինֆրին չէ, ես եւ մենք Զարա, մտածիչ, կլորի գումարներ դա կարժենա քեզ համար։ Մենք ունենք դեր տեսահոլովակը, ճիշտ եմ ես հասկանում, ահա, եւ առաջարկում եմ վերջով այսքան խոսեցինք, մի հատ դիտենք Bank Project-ի կատարումներից մեկը, տեսահոլովակ, հետո կվերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը հետաքրքիր եւ հումորով լի զրույցների հետ։ Մնացեք մեզ հետ, Զարան դեռ չի ամուսնանում։
Bank project. Այո, իսկ մենք վերադարձանք տաղավար, հետաքրքիր է կոնկրետ այս ստեղծագործությունը եւ նման ստեղծագործությունների վրա որքան ժամանակ եք աշխատում, որքան էլ հասկանում ենք նշեցիք իմպրովիզացիան, բայց նաեւ որոշակի աշխատանք պետք է ամեն դեպքում կատարել, ընտրել ստեղծագործությունները, եկեք մի քիչ դրա մասին խոսենք, ինչքան է տևում այդ ընտրելուց մինչև պատրաստի պրոդուկտ դառնալը։ Տևողությունը բավականին երկար է, քանի որ կատարվում է գործիքավորում, այսինքն քո ձայները բաշխում ենք ըստ գործիքների, գործիքավորում ենք, այն փորձերն անում ենք, այնուհետև ձայնագրվում ենք, հետո նոր արդեն տեսահոլովակին ենք ժամանակ հատկացնում, մի քանի փորձի արդյունքում կարողանում ենք, բայց ելի կախված ստեղծագործության բարդությունից։ Ինձ այլ հարց հետաքրքրեց։ Օրինակ Billie Eilish-ը լսել է այս կատարումը կամ ուզել եք դուք երբևիցե կամ ուղարկել եք իրան։ YouTube-ը չի փակում այդ բանը։ Ընդհանրապես չենք ուղարկել, բայց Չէ, ուսանք օրերից մի օր YouTube-ը չի փակում, որտեվ սա գործիքավորում է եւ նորից Հստակ նշված է որպես cover։ Հա, ունիկալ տեսքով կարող է դա օքեյ։ Չէ, իսկ օրինակ մտածել եք դրա մասին որ Դեռ չենք ուղարկել, բայց Կարեն ջան, խնդրում ենք զբաղվել։ Հարցրապես եմ զբաղվում, անպայման կզբաղվեմ։ Պատկերացրեք մի անգամ Billie Eilish-ը օրինակ տեղադրի ձեր հոլովակը կամ ինչ-որ reels իր էջում եւ ինչ ես խնդրեմ հիմիկվանից այդ պայմանավորվի Գևը համաձայն է, թող տեղադրի։ Billie Eilish-ը եթե տեղադրի անգամ 10 լինելու մինիմում։ Դե բայց կարելի է թեգել, այնքան թեգ անել, մինչև Billie Eilish-ը Ես օրինակ հիշում եմ այն Ղազախ DJ-ի օրինակ պատմությունը, որը որ չուներ երաժշտական կրթություն, աշխատում էր երկար գծում եւ օրերից մի օր իր ռեմիքսներից մեկը լսել ինչ որ հայտնի մի հատ рэպեր ու վերջում մարդը Grammy-ը ստացել իմել միլիոնատեր է։ հրաշալի։ Սա քանի տարեկան։ Քանի հաջողությունից խոսեցինք, հնարավոր եւ արդեն եւ արդեն գրանցած հաջողությունից այ հետաքրքիր է ինչն է հաջողության ձեր բանալին, որովհետև կա կարծրատիպ, որ մեր իրականության մեջ հայերի մոտ այդքան էլ չի ստացվում խմբային համագործակցությունները։ Ֆուտզալում ստացվում է, Ֆուտզալում, հա, ֆուտզալում ստացվում է, բայց այդպիսի կարծրատիպ ամեն դեպքում կա, որն է ձեր հաջողության գրավականը։ Կամ գրավականը։ Մեր հաջողության բանաձևը նա է, որ մենք նախ եւ առաջ իրար հետ շատ սիրով ենք, մեկս մեկին լսող ենք, այսինքն չի լինի այդպիսի դեպք, որ մեկի խոսքը կանցնի, մեկինը ոչ, մենք բոլոր մեր խոսքերը դնում ենք քննարկման եւ ընդհանուր որոշման ենք գալիս ու շատ սիրով ու մեծ աշխատասիրությամբ կատարում ենք մեր գործը, դրա համար մենք բաց տեղ ընդհանրապես չենք թողնում, որ մարդիկ նկատեն։ Մենք ինքներս նաեւ չենք նկատում։ Խմբի անդամները հաճախ են փոփոխվում, ճկուն է այդ խմբը։ Չէ, հաճախ չենք փոփոխվում, բայց երբ որ դիտարկում ենք տաղանդավոր մարդիկ լինում են, մենք անպայման համալրվում ենք։ Այսինքն կարող է տաղանդավոր մարդը սկսնակ երաժիշտը, ով դեռ չունի ինչ որտեղ ինքնարտահայտվելու փորձ։ Ինչ որ մի ժամանակահատված մենք ենք եղել սկսնակ ու մենք միշտ սկսնակներին տեղ ենք տալիս։ Ընտիր։ Շատ հայտնի խմբեր ժամանակին չեն դիմացել парքին եւ ֆինանսներին։ Ինչպես է ձեզ մոտ դա։ Կա մարդ, որը ասում է, օրինակ դու այսքան ես ստանում, դու այսքան թե կիսում է դա։ Օրինակ ես ուղիղ 10 մասի, ինչպես է։ Օրինակ ես ֆինանսին չեմ դիմանա, սիրտս կավապայթ է։ Չէ, դրան չեք ասում, բայց պատկերացրեք, որ Փորձում ենք հավասարակշռել ամեն ինչ։ Այսինքն ով է զբաղվում, օրինակ, չգիտեմ, ինչ որ մարդ ունեք հատուկ մենեջերն է, բենգը։ Պրոդյուսերությամբ զբաղվում է Կարենը։ Գումարները իր մոտ է, ինքն է որոշում է ով ինչքան փոխ կիսա։ Բենգը հիմնականում։ Դե մենք ամեն ինչ հստակ ամենասկզբից, երբ որ պրոջեկտը հավաքվել է, մենք ամեն ինչ քննարկել ենք։ Ու երբ որ Իսկ օրինակ թուղթ ստորագրել եք, ունեք իրար այդ կոնտրակտների ինչ-որ։ Չէ, հանկարծ ասած չունենք, բայց մենք այտենց ներքին կողքնյան շատ ենք ծանոթ այս ոլորտի։ Հետո Երևան։ Billie Eilish-ից հետո այո, իսկապես։ Մտածեք դրա մասին։ Ինձ է խնդրեմ տոկոս չմոռանաք ես։ Միջև հիմա չեք ֆայմը որ գալի Billie Eilish-ին ուղարկել ձեր Դες քավերը։ միտք տվեցի, թեգեն այնքան միշտ տեսնի։ Զարը, քեզ դու հարցանքի հարցելուց ես էլ թեգ։ Բայց ինձ ուրիշ հարց հետաքրքրեց ձեր ստեղծագործական, այսպես գործերից, հա, որոնք է ձեր ամենասիրելին։ Ունեք հատուկ գործ, որը հատուկ եք սիրում։ Ինձ համար կոնկրետ այս գործը առանձնահատուկ է։ Այս մշակումը ինձ համար առանձնահատուկ է։ Ասեք տղաներ դուք։
Իմ համար ունենք մի հատ էլի արտասահմանյան երգ Baby Give It To You-ն, Baby, if you give it to me, I give it to Գործիքավորումով էլի you. I know what you ժողովրդիկներով։ want. Զարա, դու նաև կարող ես աշխատել ինձ այս խմբում։ Ես ուզում եմ ասել, ես կարամ պարեմ, բայց ես որ պարեմ, բոլորը փախնեն, Զարան կարող է երգել։ Տղաներ դուք Իմ ամենասիրելի գործերից մեկն էլ է հենց Baby Give Me To You։ Իրականում ես չեմ առանձնացի ինչ-որ գործ, որովհետև բոլոր գործերը յուրովի ձև եմ սիրում ու կարծում եմ յուրաքանչյուրը յուրովի ձևի մոտեցում ցույց տալիս ցանկացած երգին, որովհետև բոլոր երգերի ժամանակ մենք ջանք ենք գործադրում, որ մաքսիմալը մեր ցույց տանք։ Նշեմ, որ այդ երգերը, որոնք որ թվարկեցին, դրանք ավելի շատ հարսանիքների ժամանակ օգտագործվում է ֆոնային մասով, նու պարասնող մաս չէ, էլի մենք ունենք շատ տարբեր ռիթմիկ երգեր, որ ավելի շատ պարասնող։ Տեսեք, դուք ասացիք, որ դուք վերցնում եք ինչ-որ արևմտյան հիթեր, մեգա հիթեր, վերամշակում եք օգտագործելով ժողովրդական կամ անսպասելի, ոչ ժողովրդական անսպասելի գործիքներ եւ դառնում է ինչ-որ հետաքրքիր բան։ Իսկ հայկական, օրինակ ժողովրդական երգերը կամ Սայաթնովը, տեսեք, ես Սայաթնովը Սայաթնովա վերամշակում եք Կոմիտաս, Սայաթնովա, չգիտեմ, Արշավների երգեր ինչ-որ Կոմիտաս դեռևս չեն կարել, որովհետև Կոմիտասին շատ զգույշ պիտի մոտենալ, եթե անգամ մոտենալ, կարծում եմ եթե Կոմիտաս անենք, կանենք միայն գործիքներով, ժողովրդական սրինգ, բլուլ 8 համադրությամբ ժողովրդական գործիքներով։ Ոչ մի բիթեր, ոչ մի Հա, ես կարծում եմ, որ հա, որովհետև Կոմիտասը շատ մաքուր է ու Կոմիտասին հենց այդպես մաքուր են մարդիկ ընդունում, բայց օրինակ ժողովրդական գործերի անդրադառնում ենք։ Եթե լինում է, որ հրավիրված ենք լինում անցկացնելու առիթու ու մեզ տվյալ մարդով հրավիրել է, խնդրում է, ինքը գալիս մոտենում է, հնարավոր է ժողովրդական գործ նվագեք, մենք սիրով, չգիտեմ, օրինակ Նարեն, Զիմխորոդիկյար, Իսկ դա դիջեյները դա այդ դեպքում ինչ են անում, դուք ինչ բիթ եք պահում։ Մինուսային տարբերակներով ենք նվագում, հա, մինուսային տարբերակներով, այո, պատրաստված ենք։ Հասանիքին գալու են։ Բայց երկացանկում ավելի շատ ռեպերտուարում, ավելի շատ ներառված են արտասահմանյան հիթեր, թե հայկական եւ միտք կա, օրինակ, թեկուզ ոչ ժողովրդական, բայց հիմա շատ տրենդային է դարձել, շատ մոռացված 2000-ականների սկզբի հայկական գործերը նորովի ներկայացնել եւ այլն, այդպիսի մտքեր։ Այնուհետև ես նոր հիշեցի, որ Գեորգի Մինասյանի երգերից մեկի բիթը ինչ որ շատ հայտնի սևամորթ рэպեր օգտագործել է եւ էլի մեգա հիթ է դարձել, սովետական բիթ։ Հիմնականում ծրագրում արտասահմանյան գործեր են, շատը։ Դա էլ կապված է արդեն ներկայիս պահանջմունքների հետ։ Так, դուք ինչ-որ բան եք ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ այս պահին գաղափարը կա 2000-ականների, 90-ականների եւ 80-ականների երգերը առաջ բերելու, նոր շունչ տալու, նոր երաժշտություն գրելու այդ բառերի վրա կամ այդ երաժշտարի նոր բառեր հավաքելու։ Մի քիչ այս պահին Գրիշա Top 10 of Rabbi's-ը տես արդեն ուրիշ մարդիկ են գալի։ Լավ, դե ինչ, մաղթենք դες հաջողություններ, եթե դուք եք ուզում Զարայի նման լավ հարսանիք ունենալ, օրինակ, դիմեք Bank Project-ին, եթե մեզ հիմա խնդրում անգլերեն թարգման եմ խոսքերը, եթե մեզ դիտում է Billie Eilish-ը, թող ուշադրություն դարձնի Bank Project-ի։ Հատո այսպես կավելացնենք տակի հատվածում Բիլին թող կարդա։ Հա։ Մեզ տեսչությունը մեզ չգա։ Բիլի կարթա։ Լոլա վազիր Բիլի կարթա։ Շնորհակալություն, մաղթում ենք ձեզ հաջողություններ։ Հուսով ենք, որ парքը եւ ֆինանսները ձեզ չեն կործանի եւ գրեմիների քանակը կավելանա 0-ից դեպի անվերջություն։ Շնորհակալ ենք Անջան։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք ենք շնորհակալ, նաև ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում են ետնաբեմում, շատ հեռուստաընկերությանն ենք ուզում շնորհակալություն հայտնել եւ այս հաղորդումից հետո անհամբեր սպասելու ենք Զարայի հարսանիքին։ Բոլորը ազգն է սպասում ինձ Զարայի հարսանիքին։ Անգամ տնեցիք։ Դրա մասին գովազդից հետո։ Զարան այսօրվա Instagram-յան իր լենտայում Կարեն ջան, քեզ հատուկ կանրադառնա։ Եվս մեկ կոլաբորացիա, հենց նոր ծնվեց Շանտիուի գետերում։ Գովազդ, մնացեք մեզ հետ։ Գնացինք։